Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ YouTube-ում մեզ հետևողներ։ Այս տարի լրանում է գործարար, բարերար արվեստի կոլեկցիոներ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակը։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցի ու կենտրոնի կրթության գծով տնօրեն Լիզա Շիրինյանի հետ այսօր կխոսենք կենտրոնի կրթական ցուցահանդեսային ծրագրերի մասին։ Ու նաև եւս մեկ անգամ կկարևորենք այս եզակի կենտրոնի առհասարակ նշանակությունը, ներկայությունը հայաստանյան արվեստի լանդշաֆտում, չէ՞։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ավելի լավ անհնարին էր պատկերացնել։ Ողջույն։ Գաֆէսճեանը գիտենք, որ այդ իր եզակի հավաքածուով Հայաստանը դարձրեց տարածաշրջանում նկատելի, չէ՞, արվեստի առումով կուզեի մի փոքր իր մասին սկսենք մեր զրույցը, կարճ պատմությունը հիշենք, թե ինչպես եկավ Հայաստան, ինչպես նախաձեռնեց, ինչպես բերեց իր կոլեկցիան ամբողջ։ Դու պատմես, ես պատմեմ։ Դու սկսի, ես կշարունակեմ։ Դե Ջերարդ Գաֆէսճեանը ինքը ծնվել է հենց Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում է ծնվել այդ հատվածում, բայց իր հիմնական գործունեությունը ավելի շատ կապված է Մինեապոլիսի, Մինեսոտայի եւ Սեյնթ Փոլ քաղաքների հետ, որովհետեւ ինքը, այսպես ասեմ, այն որ ասում են self-made անգլերեն լավ բառ կա, այսինքն ինքը ամենապարզ կարգավիճակից հասել է ամենաբարձրունքների եւ ամերիկյան մշակույթում, ամերիկյան սոցիալ-տնտեսական իրականությունում լինելով հանդերձ միշտ պահպանել է այդ սերը, կապը Հայաստանի եւ հայկական մշակույթի հետ, ծառայել է երկրորդ աշխարհամարտի ժամանակ, աշխատել է West Publishing շատ հայտնի իրավաբանական հրատարակչությունում եւ այսպես ողջ կյանքը նաեւ արվեստը շատ սիրել եւ հավաքորդ է եղել բավականին ակտիվ եւ հատկապես ժամանակակից արվեստ, ժամանակակից արվեստ, հատուկ սեր է ունեցել Studio Glass, այսինքն գեղարվեստական ապակու նկատմամբ։ Դա մի այնպիսի ուղղություն է, երբ ապակին այդպես ստացվեց 20-րդ դարում, որ կիրառական արվեստի դաշտից այդ նյութը անցում սկսեց կատարել ավելի ոնց որ հենց գեղարվեստական իմաստով արվեստի դաշտ, քանդակային, այսինքն ինչպես բրոնզն է եղել տարիներ շարունակ, ինչպես քարը, մարմարը, այդ թվում, այնպես էլ ապակին էլ եղան արվեստագետներ հայտնվեցին, ովքեր սկսեցին ապակուն նոր կիրառություն տալ, այլ ոչ թե զուտ առօրեական, այսինքն իմաստով, եւ նա շատ մեծ սեր ուներ նման արվեստի նկատմամբ ու նաեւ այդ արվեստագետների հետ նույնիսկ ընկերական հարաբերություններ էր պահպանում, ինչպես Դեյլ Չիհուլին կլինի կամ Լիբենսկիները կլինեն, այսինքն ինքը ոչ միայն զուտ հավաքում էր, այլև կապ ուներ այդ ստեղծագործողների հետ եւ մենք էլ երբ 2009 թվականին բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, բազմաթիվ ցուցադրություններ ենք ունեցել, թե ժամանակավոր, թե նույնիսկ ինչ-որ շրջան մենք հիմնական մեր ցուցադրության մեջ կային հենց իր գեղարվեստական ապակու նմուշները ներկայացված։ Բայց այստեղ կարևոր է, որ ինչ ներդրում ինքը ունեցավ ընդհանրապես Հայաստանում, այսինքն այդ ամբողջ հաջողությանը հասնելով հանդերձ 90-ական թվականներին ինքը հիմնադրեց Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամը, որը զբաղվում էր տարբեր բարեգործական նախաձեռնություններով Հայաստանում, իսկ արդեն 2000-ական թվականներին, 2002 թվականին հիմնադրվեց, բացվեց Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը եւ շուրջ 7 տարի ծավալուն վերանորոգման աշխատանքներից հետո, բարեկարգման աշխատանքներից հետո այդ նույն 7 տարիների ընթացքում արդեն սկսեցին մի շարք կարևոր արվեստանմուշներ հայտնվել մեր քանդակների պարտեզում, այդ կենտրոնը եւ հարակից տարածքները լրիվ նոր շունչ ստացան, ասեմ ավելին շատ ուրբանիստներ, ճարտարապետներ ասում են, որ Կասկադ համալիրի բարեկարգումը եւ կենտրոնի ընդհանրապես հայտնվելը Երևանյան իրականության մեջ շատ լուրջ ազդեցություն ունեցավ ընդհանուր այդ կենտրոնի վրա։ Իսկն նույն կողքը հայտնված նոր սրճարանները, Սարյան փողոցի բարեկարգումը, այդ նոր մշակույթի հայտնվելը նույն գինիների հետ կապված, շատերը կապում են, ինձ մի շարք ճարտարապետներ են դրա մասին ասել, որ դա կապվում է հենց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հայտնվելու հետ, որովհետև 90-ական թվականներին դա լքված տարածք էր, կիսակառույց համալիրը, կիսաքանդ, կիսագործող, նույն շարժասանդուղքները ակտիվորեն այն ժամանակ չէին աշխատում, իսկ 2000 թվականից կարելի ասել, որ քաղաքում ինչ որ ճաշակ թելադրեց, հա,
Կարելի է այդպես ասել։ Այո, վստահորեն կարող ենք այդպես էլ ասել։ Եվ նաև այդ առումով կարող ենք էլի հպարտանալու տեղ ունենք, որ թանգարանը մի շարք առաջնեկը եղավ մի շարք ավանդույթների, օրինակ մենք կարծես թե միակ թանգարան ենք, որտեղ կա անդամակցելու համակարգ եզակի թանգարան ենք եւ առաջիններից ենք, չեմ ասում որ հենց առաջին ենք, բայց առաջիններից ենք, որտեղ տեղի ունենում այսքան մեծ թվով կրթական նախաձեռնություններ, սկսած հենց առաջին օրվանից, երբ թանգարանը իր դռները բացեց, անդադ մշակվում իրականացում են կրթական ծրագրեր, տարբեր տարիքային խմբերի համար, դե իհարկե բացօթյա միջոցառումներ, համերգներ, դասախոսություններ, այսինքն ազգային պարերի այդ ծրագիրը, որ հենց պարոն Գաֆեսճյանը շատ հավանում է։ Իր ամենասիրած նախաձեռնություններ։ Եկեք խոսենք տեսլականից, Գաֆեսճյանը հիմնելով այս կենտրոնը ինչ ուներ, ինչ էր մտածում ինքը, ինչ նպատակներ ուներ այսպես հեռար։ Այն ինչ մենք շարունակ կրկնում ենք եւ պահպանում ենք իր հենց գլխավոր նրա այդ ուղերձը, որ աշխարհի լավագույնը Հայաստանին եւ Հայաստանի լավագույնը աշխարհին։ Դա գուցե պարզ է թվում, բայց իսկապես մենք փորձում ենք հենց ամբողջ մեր կյանքի թանգարանը հենց դա իրականացնում։ Մեր ուժերի ներածին չափով փորձում ենք ինչ որ առումով դե առաջին մի քանի տարիներին հատկապես ակտիվորեն ներկայացնում ենք իր կոլեկցիայի միջոցով, բայց հետագայում էլ շարունակում ենք թե տեղական արվեստագետներին ներկայացնել, թե ինստիտուցիաների հետ համագործակցել, թե տեղական, թե արտերկրի, այդ թվում Սփյուռքից ենք արվեստագետ ներկայացնում եւ արտասահմանցի արվեստագետներ ենք այստեղ ներկայացնում եւ այդ ժամանակակից արվեստի, արդի եւ ժամանակակից արվեստի բացը ինչ որ առումով ներկայացուցչության տեսանկյունից, որը գնալով իրականում քչանում է, հիմա շատ ավելի շատ են կենտրոնները, թանգարաններն են ավելի ակտիվ գործում, ժամանակավոր ցուցադրություններն ու նախաձեռնությունները շատ ավելի շատ են, քան այն ժամանակ, երբ մենք սկսեցինք աշխատել եւ Լիզան էլ հաստատ կփաստի, այսինքն ոչ միայն կրթական ծրագրերը վերջին 12-13 տարիների ընթացքում այլ տեղեր ակտիվացան, այդ թվում ցուցահանդեսային ծրագրերն էլ ավելի շատացան եւ ես կցանկանայի, հուսով եմ, որ մենք ինչ որ չափով այդ օրինակն ենք եղել այլ թանգարանների համար։ Համենայն դեպս, երբ ժամանակին ես որոշակի հետազոտություն էի անում մեր կենտրոնի դերի հետ կապված եւ ինտերվյուների միջոցով այդ կարծիքը հնչում էր, որ այո, Գաֆեսճյան արվեստի կենտրոնը այդ թվում թանգարանային նոր մշակույթ բերեց Հայաստան եւ դա ուրախ եմ, որ լավ իմաստով վարակիչ եղավ եւ կրթական համերգային, ցուցահանդեսային, դասախոսային, կինոդիտումների եւ այլ առումներով մի տեսակ նոր մշակույթ կարծես ներարկեցինք մեր դաշտում։ Այո, թանգարանները մշտապես ակտիվ պահելու, չէ։ Ես կուզեի ցուցանմուշների մասին խոսենք, որովհետև շատ հետաքրքիր եւ շատ կարևոր ցուցանմուշներ գիտեմ, որ կան իրենց կարևորությամբ։ Կուզեի այդ մասին խոսենք եւ առանձնացնեինք, որը հենց գուցե տարածաշրջանի համար է հետաքրքիր, ասենք, կան արվեստասերներ, որոնք հատուկ գալիս են Հայաստան այդ ցուցանմուշները հենց այստեղ տեսնելու համար։ Առանձնացնելը մի քիչ դժվար է, բայց գուցե նշենք նրանք, որ մարդիկ չգիտեն, օրինակ, Ռոբերտո Մատայի նման շատ հայտնի արվեստագետի աշխատանք ունենք, որ դիզայներական ավելի աշխատանք է, եւ նաեւ կարողանում ենք այս նմուշներով Ջերարդ Գաֆեսճյանի հետաքրքրությունները բացահայտել, Արմենը նշեց գեղարվեստական ապակի գործությունը, մոնումենտալ քանդակը, 3 Բոթերո, Ժոն Պլենզա կամ Պիտեր Վոյտուկ, ես հիմա նշում եմ մեր պուրակում Գաֆեսճյան քանդակների պարտեզի նմուշները կամ Գայետանո Պեշեին, իտալացի շատ կարևոր դիզայներ Ջեք Յանգերմանը, որ ամերիկյան փոփ արտի ամենակարևոր արվեստագետներից է, այնտեղ իր թևատարած արծիվ աշխատանքը, որ հիմա մեր քանդակների պարտեզում կա, դա մետաղական մեծ մի հատ նմուշ է, կարծես abstract, Յուեմինջունը, որ չինացի ժամանակակից արվեստի ամենակարկառուն դեմքերից է, Ջիոնգ Հոն, այո, Արյուծի աշխատանքը, կորեացի Դոհոսուն, որ հենց մտնում եք Կասկադ համալիր, անմիջապես մեր այցելուների այդ կենտրոնի հատվածում մի
այսպես ջահ է կախված, որ եթե ուշադիր լինեք փոքրիկ մարդուկներ են մեկ-մեկու վրա, դա հենց Դոհոսուի աշխատանքն է։ Աշխարհի լավագույն թանգարաններում ցուցադրվում են այս արվեստագետները։ Նույնիսկ այդ մեծ թեյնիկը, որ կա մեր քանդակների պարտեզում, դա շատ կարևոր արվեստագետի գործ է։ Ջոանա Վասկոնսելոս, Պորտուգալացի, շատ կարևոր նկարիչ, կոնցեպտուալ քանդակագործ, այո։ Ինստալյացիաներ նա Վենետիկի բիենալեում 2 անգամ Պորտուգալիան է ներկայացրել, Վերսալում հսկայական ցուցադրություն է ունեցել։ Այսինքն մեզ իսկապես շատ դժվար է այս բանը փորձում ենք հիշել, բայց նաև պետք է առանձնացնենք մի ցուցադրություն, որտեղ դարձյալ ընտրանի է Ջերարդ Գաֆեսյանի հավաքածուից, խոսքը կոլեկցիոների ներաշխարհում ցուցադրության մասին է, որտեղ գուցե ոչ բոլորն են, որ այդպես շատ արժեքավոր արվեստի գործեր են որպես այդպիսին, բայց այստեղ շատ էլի կարևոր նմուշներ են եւ հենց անմիջական կապ ունեն Ջերարդ Գաֆեսյանի նրա կենսագրության հետ։ Մենք դեռ վերջերս մի քանի շաբաթ օրը մեկնարկեցինք նոր ծրագիր, որը կոչվում է ժամանակի ճանապարհորդներ, եւ հենց այդ սրահում է եւ որի նպատակն է բացահայտել պարոն Գաֆեսյանին, նրա հավաքածուն եւ վերաիմաստավորել այդ ամբողջը հայ-ամերիկյան մշակույթի համատեքստում եւ 8 տարեկանից բարձր երեխաների եւ ընտանիքների համար է եւ շատ զարմանալի է, որ մեր շաբաթօրվա մասնակիցների գրեթե մեծ մասը նույնիսկ չգիտեին, որ մեզ մոտ արդեն փաստորեն քանի տարի 2009 թվականից այդ սրահը գործում է, մշտապես գործում է, բայց մարդիկ նոր են այն գալիս ու բացահայտում, դա եւ ուրախացնում է եւ մի քիչ տխրեցնում, որ մինչեւ հիմա չգիտեին այդ սրահի մասին եւ սա եւս մի հրաշալի առիթ կլինի, թեպետ մենք միշտ խոսում ենք ամեն անգամ որևէ այցելուին միշտ պատմում ենք թե ով է Գաֆեսյանը, բայց սա ավելի խորքից նրան ուսումնասիրելու առիթ կլինի։ Իսկ հավաքածուն ամբողջական է, այսինքն այն թարմացնելու, նորացնելու ինչ որ խնդիրներ, առիթներ։ Շատ լավ հարց է իրականում, հաշվի առնելով վերջին մի քանի տարիների զարգացումները, որովհետև մեր կենտրոնը դա մասնավոր հիմնադրամ է, Գաֆեսյան թանգարան հիմնադրամը եւ մեր հոգաբարձուների խորհուրդը, որ ղեկավարում է Գաֆեսյանի դուստրը Քեթլին Գաֆեսյանը, միշտ ուշով հետևում է մեր գործունեությանը, դա մենք անդադ իրենց հետ կապի մեջ ենք եւ շուրջ 2 տարի առաջ նրանք Մինեապոլիսում երկրորդ փոքրիկ թանգարան բացեցին, մեր քույր թանգարանը, ինչպես մենք ենք սիրում անվանել, Գաֆեսյան Art Trust Museum է կոչվում կամ CAT, CAT, եւ շատ նմուշներ, որ մեզ մոտ են ցուցադրվել ժամանակին, հիմա այնտեղ են։ Այսինքն այս պայմանությամբ կարծես մեր հավաքածուն այսպես բաժանված է 2 կենտրոնների, 2 թանգարանների միջև, մեկը այնտեղ Մինեապոլիսի մոտ գտնվող Shoreview, այդպես Արվարձանում գտնվող թանգարանն է, որտեղ ես բախտ ունեցա լինելու անցյալ տարվա դեկտեմբերին եւ տեղում ծանոթանալու իրենց գործունեությանը եւ մենք հիմա ակտիվ կապի մեջ ենք իրենց հետ եւ մշակում ենք նույնիսկ ընդհանուր ինչ որ նախագծեր գուցե հետագայի համար, այդ թվում կրթական ծրագրերի իմաստով կիսվում ենք փորձով, մեր տարբեր նախաձեռնությունների իմաստով կապի մեջ ենք, այսինքն ու հիմա արդեն դա մեր հոգաբարձուների որոշելիքն է, որքանով կոլեկցիան զարգացում կստանա թե չէ, այսինքն մենք պես մանրամասն ներքին ծանոթ չենք, բայց կարծես որոշակի նպատակներ կան եւ հիմնականում արդեն այնտեղ գործունեության ծավալման տեսանկյունից, իսկ այստեղ ներկայացված նմուշները կարելի ասել մեր հիմնական արդեն ցուցադրությունն է եւ ինչը արդեն ինքը իր բովանդակությամբ այնքան կարևոր է, որ մենք դրա շուրջ մի շարք ծրագրեր ունենք եւ մեզ նաեւ հնարավորություն է տալիս դա ունենալով հանդերձ զուգահեռ ստեղծել այլ նախագծեր եւ այլ ցուցադրություններ, որոնք կներկայացնեն տեղացի արվեստագետների կամ ինստիտուցիաների կամ մասնավոր կոլեկցիոներների հավաքածուներից աշխատանքներ, ինչը եւս կապվում է Գաֆեսյանի անձնավորության, այսինքն անձի հետ, որտեվ քանի որ այս կենտրոնը ստեղծվել է նպատակ ունենալով ցուցադրելու մասնավոր հավաքածուն, հանրայնացնելու եւ դա ինձ թվում է բավականին սիրով լիցքավորված մի բան է, երբ մարդը իր անձնական է, որ փորձում է տալ հանրությանը եւ հատկապես իր պատմական հայրենիքին եւ մենք սա որպես օրինակ վերցնելով ստեղծեցինք ցուցահանդեսների մի շարք, որ կոչվում է Երևանյան կոլեկցիոներների ընտրություն եւ մենք վերջին 15 տարի մեջ 5 ցուցադրություն ենք ունեցել
տարբեր տեղացի արվեստագետների եւ կոլեկցիոներների հավաքածուներ բացահայտելու տեսանկյունից եւ հիմա էլ շատ ցուցադրություններ որ մենք անում ենք անգամ եթե այդ շարքի մեջ չեն միևնույն է նրանց մեջ ներառված աշխատանքների մի մասը լինում են մասնավոր կոլեկցիաներից ինչպես օրինակի համար հիմա բացված Վալենտին Պոդպոմոգովի նվիրված ցուցադրությունը որ ունենք երազներ կյանքի ու մահվան մասին որ ընդամենը մի 3 շաբաթ առաջ ենք բացել այնտեղ ընտրանին է չէ դա ընտրանի է ընտանիքի եւ մասնավոր հավաքածուն այսինքն դրանք աշխատանքներ են որոնց 90%-ը ընդհանրապես առաջին անգամ են ցուցադրում եւ դա հենց գալիս է Գաֆեսչյանից այսինքն նա քանի որ նման կենտրոն է հիմնել դա մեր համար մի լույս է որի ուղղությամբ մենք շարժում ենք այսինքն փորձում ենք այդ նույն ճրագը ոնց որ տարածել էլի այո այդ առումով նաև կրթական ծրագրերում էլ այդ ոգեշնչումը նույնպես արտահայտվում է նրա օրինակով վարակված մենք ծրագիր սկսեցինք անցյալ տարի որ կոչվում է ես կոլեկցիոներ եմ եւ մասնակիցները պետք է իրենք բերեին իրենց հետ փոքրիկ հավաքածուներ եւ կապ չունի կարող են լինել խխունջներ կամ նամականիշներ ինչը շատ տարածված է չէ բայց շատ տարբեր բայց նաև հասկանային որ այդ վերաբերմունքը լինել կոլեկցիոներ եւ հետո ինչ որ միտեղ հանրայնացնել այն իհարկե պետք է որոշակի նաև գիտելիքներ, տարական գիտելիքներ, ինչ են արվեստի ուղղությունները, ժանրերը։ Իսկ այդ գիտելիքները դուք տալիս եք թե արդեն գիտելիքներով ամսվա ընթացքում հենց իրենց զինում էինք այդ գիտելիքներով եւ հետո ավելի տեխնիկական մասի վրա էինք աշխատում, ինչ է կոլեկցիան, ինչ պետք է ունենա, ինչպես հոգ տանել եւ նաեւ այլ մասնավոր հավաքածուների հետ էլ էինք ծանոթացնում եւ իհարկե հենց պարոն Գաֆեսչյանի հավաքածուն տեղում եւ հույս ունենք որ նրանց մեջ այդ սերը ներդրեցինք հավաքելու եւ հետո այդ հավաքածը ոչ թե նվիրելու այլ կամ եթե ինչու ոչ նաեւ նվիրելու բայց նաեւ հանրային դարձնելու կիսվելու արվեստը այսպես ասած եկեք անդրադառնանք հենց ցուցահանդեսներին որտեղ երկու նոր ցուցահանդես բացվեց հենց վերջերս եւ դա չգիտեմ 100-ամյակի հետ էր կապված թե ձեր հերթական ցուցադրություններն են դա գուցե այս պահին էական էլ չէ դա Վալենտին Պոդպոմոգովի ինչպես դուք նշեցիք Արմեն եւ Զադիկ Զադիկյանի ամերիկահայ արվեստագետի առաջին ցուցադրությունն է եղել ցուցահանդեսը Հայաստանում որը էլի կարևոր իրադարձություն է կարծում եմ դե Պոդպոմոգովի ցուցադրության հետ կապված շուրջ 2 տարի առաջ էր նախաձեռնությունը հատուկ 100-ամյակի հետ կապված չէ 100-ամյակի հետ կապված այլ նախաձեռնություններ կան որի մասին հուսով եմ կհասցնենք խոսել Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակն էր անցյալ տարի Լռանում եւ գաղափար կար ինչ որ մի ձևով անդրադառնալ այս արվեստագետին ով յուրահատուկ վիզուալ լեզվի տեսանկյունից ֆենոմեն էր 80-ական 90-ականների 70-ական կեսերից սկսած անցյալ դարի հայկական իրականության մեջ շատ յուրահատուկ մի ժառանգության արվեստագետ ու ընտանիքի կողմից նախաձեռնություն եղավ մեզ հետ համագործակցելու իր կին Ասիա Պոդպոմոգովայի եւ նաեւ ընտանիքի բարեկամ Արտուր Ղուկասյանի հետ մենք խոսեցինք 2023 թվականին դեռ եւ որոշեցինք որ 2025-ին պետք է արվի ցուցադրություն եւ ընտրանին որ 19 նմուշ է որոնցից 2-ը գրաֆիկական աշխատանք, 1 քանդակ եւ 17 գեղանկար բոլորը մասնավոր հավաքածուներից են կամ ընտանիքի կոլեկցիայից եւ մենք ճուզեցինք անել պարզապես մի ցուցադրություն որ լինեն այն բոլոր աշխատանքները որոնք հասանելի են այս պահին այլ մենք հենց այդ կարմիր թելը ընտրեցինք այդ իր մտորումները կյանքի ու մահվան մասին որոշակի նրա ճամփորդությունները գեղարվեստական իմաստով դեպի այդ մետաֆիզիկական հորիզոնները որտեղ սյուրռեալիստական միանշանակ եւ հեսա Լիզան էլ երևի այստեղ խոսքը վերցնի որ այս ցուցադրությունը ինչպես շատ ցուցադրություններ մենք չենք կենտրոնանում զուտ արվեստագետի վրա որովհետեւ անպայման եկեք տեսեք բացահայտեք ձեր համար Վալենտին Պոդպոմոգովին բայց նաեւ այս ցուցադրությունը շատ լավ առիթ դարձավ որպեսզի մենք նաեւ օգտագործենք այն որպես հարթակ խոսելու սյուրռեալիզմի մասին, որովհետև ինչքան էլ Վալենտին Պոդպոմոգովը սյուրռեալիստ է ու սյուրռեալիստ չէ, որովհետև իր քիչ թողած ժառանգությունը, որովհետև նա սկսել է գեղանկարով զբաղվել 50 տարեկանում։
Իսկ միջև այդ ինքը շատ ակտիվ այլ տեղերում իր գեղարվեստական ձիրքը օգտագործել է, բայց այդ իր թողած գեղարվեստական գեղանկարչական ժառանգության մեջ սյուրռեալիստական գիծը շատ ակտիվ է եւ այդ իմաստով շատ լավ էր որ մեր կրթական բաժինը Լիզայի գլխավորությամբ նախաձեռնեց հենց այդ ծրագիրը քանի որ հենց վիզուալ պատմողի արվեստը Պարզ չի, որ մի անգամից նայես ու կարողանաս ընթերցել եւ կան ակնհայտ տարրեր, որոնք մոտ են այդ իրականի եւ երազայինի այդ կամ այդ առեղծվածային միստիկ մթնոլորտը մենք որոշեցինք ավելի խորը ուսումնասիրել եւ կապը ստեղծեցինք այդ սյուրռեալիզմի հետ, քանի որ ինքն էլ ասում էր սովետական, չէ՞, խորհրդային սյուրռեալիզմի, չէ՞, դա ինչ որ տարբերություն կա 90-ականների սովետական միության արդեն այդ քանդվելու ժամանակների եւ քանի որ այո նա ինքն իրեն էլ անվանում էր փիլիսոփա սյուրռեալիստ մենք ոչ միայն սահմանափակվեցինք այդ կապը ցույց տալ պատմամոգով եւ սյուրռեալիստներ այլ նաեւ վերցրեցինք երազի մոտիվը որտեվ դա էլ ակնհայտ է որ սյուրռեալիստներն էլ սնվում էին ֆրոյդյան այդ ենթագիտակցության եւ երազների մեկնությունից եւ այդպիսի մի հետաքրքիր կապ ստեղծվեց պատմամոգով սյուրռեալիստներ եւ երազի մոտիվը տարբեր ժամանակներում շատ յուրահատուկ ծրագիր է իհարկե մեծահասակների համար 16 տարեկանից մեծերի որոնք այնքան ժամանակ որքան ցուցադրությունը կգործի մշտապես սպասում ենք շաբաթ օրերին մեծահասակներին երբ նրանք ազատ են կարող են գալ եւ միասին փորձենք այդ թափանցենք այդ երազների աշխարհը։ Իսկ մյուս արվեստագետի Զատիկյանի հետ կապված կան կրթական ծրագրեր, թե կլինեն անպայման եւ հենց հիմա այդ փուլում ենք որ քննարկում ենք գուցե դրանք կլինեն դասընթացի կամ ինչ-որ վարպետության դասերի ձևաչափով, բայց անպայման լինելու են։ Ես կարծում եմ մենք առիթը բաց չենք թողնի, քանի արվեստագետը այստեղ է, մենք առիթ կունենանք իր հետ նույնպես զրույցի։ Հա, Զատիկյանը մի քիչ այլ տիպի ցուցադրություն է, կարելի ասել մեկ նմուշի ցուցադրություն է, որը հսկայածավալ ինստալյացիա է, այսինքն յուրահատուկ ինտեգրում կասկադ համալիրի ճարտարապետական կառուցվածքի մեջ։ Էլի ինստալյացիաների նման մեկ աշխատանք է, մեկ ինստալյացիա է, որ կոչվում է Օտարներ, դա ինքը ստեղծել է 2015-16 թվականին եւ դա ցուցադրվել է իր արվեստանոց ցուցասրահում կարելի ասել Լոս Անջելեսում եւ 16-17 թվականներին այնտեղ ինստալյացիա եղել եւ հիմա մենք դա ցուցադրում ենք մեզ մոտ նա լքել է Հայաստանը շուրջ 60 տարի առաջ շատ յուրահատուկ կենսագրության տեր արվեստագետ ու մենք ուրախ ենք որ հիմա ինքն էլ մեզ հետ է եւ այո այս ընթացքում Ահա, մենք առիթ կունենանք իր հետ խոսելու Արմեն, քանի որ ինձ հուշում են արդեն որ մեր հաղորդումը ավարտվում է, եկեք այսպես ամբողջացնենք հաղորդումը եւ վերադառնանք Գաֆէսճյանին, շատ կարեւոր է ընդհանրապես Գաֆէսճյանի ներդրումը մեր արվեստի դաշտում, որովհետեւ մենք ճաշակ ենք սովորում, մենք սովորում ենք ինչ է ժամանակակից արվեստը եւ ընդհանրապես մեր մոտեցումներն ու մտածողությունն են, չէ, փոխվում։ Ես կուզեի այսօր վերջին հարցը այսօրվա ցուցահանդեսները երբ դուք իրականացնում եք արդյոք նայում եք իր հայացքով արդյոք նա կհավաներ այն ինչը որ դուք ցուցադրում եք Գաֆէսճյան կենտրոնում միանշանակ իհարկե պարտավորեցնող է նրա ներդրումը մեզ համար եւ ամեն անգամ նոր ծրագիր մեկնարկելիս մտովի մտածում ես արդյոք նա հավանություն կտար ինչպես նա կընկալեր Վենետիկյան բիենալեն օրինակ եւ մշտապես ինձ վստահ եմ Արմենի մոտ նույնպես կա այդ միտքը իսկ ինչպես նա այս ամբողջը կգնահատեր մենք ցանկացած նախագիծ երբ մտածում ենք կլինի դա կրթական ծրագիր թե ցուցահանդեսային միշտ նայում ենք ինստիտուցիոնալ տեսանկյունից իսկ այս պարագայում ինչ ասել է թե ինստիտուցիա որը կրում է իր անունը այսինքն եթե դու Գաֆէսճյան արվեստի կենտրոնում ես աշխատում դու միշտ մտածում ես ինչ է սա տալիս ոչ թե անձամբ ինձ որպես արվեստաբան, որտեղ երկուսս էլ արվեստաբան ենք եւ շատ երբեմն դժվար է զատել քո դերը որպես Գաֆէսճյան արվեստի կենտրոնում աշխատող արվեստաբան համադրող կամ արվեստաբան ու թանգարանային կրթության մասնագետ ու որպես զուտ արվեստաբան ու աշխատանքներ կան ու երբեմն նախաձեռնություններ կան կամ առաջարկներ կան, որ մտածում ես, ինչ հետաքրքիր է արժի սա անել, բայց հետո հասկանում ես, որ դա ինչ է տալու Գաֆէսճյան արվեստի կենտրոնին
Իսկ արդյոք սա մեզ որպես կենտրոն պետք է թե չէ։ Արդյոք դա մենք պետք է անենք, թե դա կարող է ուրիշ ինստիտուցիա անել։ Դրա համար շատ դեպքերում ասում եմ, ինչու մենք, ինչու եք մեզ ընտրել։ Օրինակի համար, երբ որ մեզ են դիմում, ոչ թե մենք ենք նախաձեռնում։ Ու նույն ձևով նախաձեռնելիս մենք մտածում ենք, սա ինչ կտա Գաֆէսչյան արվեստի կենտրոնին, Գաֆէսչյան թանգարան հիմնադրամին։ Իսկ ինչ է սա տալիս մեզ մեր դերակատարության տեսանկյունից ընդհանուր դաշտում հայկական իրականության մեջ եւ միջազգային կոնտեքստում, այսինքն եթե մենք մեզ այդպես ենք փորձում դիրքավորել նաեւ։ Դրա համար այո, միանշանակ մեզ համար կարեւոր է հենց Գաֆէսչյանի կարծիքը, բայց արդեն ինստիտուցիոնալ իմաստով։ Այո։ Այսինքն եւ այս առումով մեր տարեկան երևի ամենակարևոր օրերից մեկը, այսպես հանրային իմաստով, դա թանգարանային գիշերն է, որ հենց առաջիկա շաբաթվա մեջ է լինելու։ Այո, եւ մենք հաղորդումը նաեւ կավարտենք թանգարանային գիշերվա հետ կապված ձեր ծրագրերի մասին խոսելով, նաեւ թե ինչ է առաջարկելու բուրըն ծրագիր, Գաֆէսչյանը։ ամեն տարի էլ փորձում ենք շատ տարբեր մարդկանց ոչ մի տարիքային խումբ չանտեսել, կրթական ծրագրեր կունենանք, որոնց մասին հենց խոսում էինք մի քիչ առաջ, փոքրերի համար կունենանք ժամը 11-ին ժամանակի ճանապարհորդներ ծրագիրը, ժամը 2-ին մի քիչ ավելի մեծերի համար այդ պատպամոգվի ցուցադրության վրա հիմնված արվեստ եւ երազներ ծրագիրը կունենանք շրջայցեր, բայց 3 լեզուներով կլինի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Այս ամբողջը կարելի է գտնել Facebook-յան մեր էջում, մեր կայքում եւ Instagram-յան մեր էջում։ Կլինի նաև հատուկ վիդեոարտ ինստալացիա, որի հեղինակները Գաֆէսչյան պատանեկան խորհրդի անդամներն են, եւ երեկոյան ժամը 9-ին կունենանք համերգ, լինելու է Հող Արթուն, այդպիսի էթնո-էլեկտրո խումբ է ելույթ ունենալու հենց Կասկադ համալիրի հարթակներից այդ ամենավերևի 3 սուզորդների հարթակում, մուտքն ազատ է լինելու ինչպես միշտ, այնպես որ սպասել։ Սա էլ շատ կարևոր է նշել։ Պետք է զանգահարել գրանցվել ընդամենը։ Հա, պետք է զանգահարել գրանցվել։ Հատկապես կրթական ծրագրերի եւ շրջայցերի համար պետք է զանգահարել։ 54 19 32 հեռախոսահամարով եւ այստեղ նաեւ այդ պահն է ուզում կարևորել, որ չնայած թանգարանային գիշեր եւ թանգարանային միջազգային օրերը շատ թանգարաններ անվճար են, Գաֆէսչյան արվեստի կենտրոնում մուտքը ազատ է միշտ եւ ոչ միայն թանգարանի մուտքն է ազատ, այլև մեր կրթական ծրագրերն են անվճար եւ միշտ է ազատ լինելու։ Միշտ է ազատ լինելու, հուսով ենք, այսինքն դեռևս որևէ այլ կարգադրություն չենք ստացել, իսկ ազատը արդեն շուրջ 10 տարի, եթե չեմ սխալվում։ Այո, չէ, շուրջ 10 տարի, երևի 14-15 թվականից էր, որ արդեն որոշեցինք, որ ու դա եւս եկել է հենց Գաֆէսչյան ընտանիքի կողմից եւ ինձ թվում է սա էլ իր առաքելության շարունակությունն է, որ հնարավորինս հասանելի լինեն եւ անգամ մեր համերգային ծրագրերը մենք այնպես ենք կառուցում, որպեսզի դրանք հասանելի լինեն բոլորի համար։ Այսինքն սա էլ հենց Ջերարդ Գաֆէսչյանի ինձ թվում է կարևոր ներդրումն է եւ հարյուրամյակի հետ կապված է լավ է, որ տարբեր ուրիշ ծրագրեր դել կլինեն, այդ թվում պետության կողմից հատուկ հուշադրամ թողարկվեց, ոսկե հուշադրամ տեղադրվեց, գեղաթերթիկ նամականիշ է լինելու առաջիկայում, այսինքն դեռևս տարին առջևում է եւ այնպես որ ինչ որ ձևով էլի կանդրադառնանք Գաֆէսչյանի հիշատակին։ Հետաքրքիր ծրագիր գուցե։ Ինձ թվում է Ջարդ Գաֆէսչյանի հետ կապված մեր բոլոր ցուցահանդեսային ծրագրերը մեկը Գաֆէսչյանին են նվիրված, Իսկ այն նշանակությունը, ինչ որ 2009-ին այսպես դրվեց, այսօր ունի, այսօր այդ նշանակությունը շարունակում է ունենալ Գաֆէսչյանը, թե ավելին է անում այն ինչ որ նախորդ տարի արվել է, նախորդ տարիներին ավելի։ Ինձ թվում է մեզ դժվար է դատել, այսինքն երբ դու ներսից ես, ինձ թվում է դժվար է, այո, դա շատ բարդ հարցադրում է, մի տեսակ նույնիսկ անհամեստ կլինի ինչ որ ձևով հա դրա մասին խոսելը, մենք հուսով ենք որ գնալով ավելի ու ավելի է։ Դուք ուղղակի կարող եք ասել, թե տարեկան ինչքան մարդ է գալիս թանգարան, ինչքան մարդ է գալիս, ինչքան են մեր այո կրթական ծրագրերը։ Համենայն դեպս մենք ակտիվությունը, մենք համենայն դեպս ակտիվությունը պահպանում ենք եւ դա գալիս է նաեւ մեր հոգաբարձությունից, այսինքն նրանք էլ շարունակում են մեզ աջակցել ու այսպես Գաֆէսչյան արվեստի կենտրոնը հուսով եմ դեռ
ավելի ու ավելի կզարգանա, կծաղկի։ Մենք ամենայն դեպս ամենաշատն ենք դրանով հետաքրքրված։ Շնորհակալություն, թերևս այսքանը ես սիրելի ռադիո լսողներ ձեզ տեղեկացնեմ, որ իմ հյուրերը այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը եւ կենտրոնի կրթության գծով տնօրեն Լիզա Շիրինյանն էին։ Մենք այսպես Գաֆէսճեան Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակի շրջանակներում խոսում ենք ցուցադրություններից, կրթական ծրագրերից եւ Գաֆէսճեանի մասին, որքանով որ կարողացանք։ Շնորհակալություն, իսկ զրույցը վարեց Նազելի Օհանյանը։